Մարտի 15-ից, այսինքն վաղվանից Գյումրիում պաշտոնապես կմեկնարկի ընտրական քարոզարշավը։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի խոսքով այսպիսով բոլոր քաղաքական ուժերը ընտրապայքարի մեջ կմտնեն ոչ միայն քաղաքական պոլեմիկայի շրջանակներում, այլ նաև իրական ծրագրերի ու գաղափարների։ Հայկական ժամանակի հետ զրույցում վերջինս հույս է հայտնում, որ դրանք միտված կլինեն Գյումրու զարգացմանը։ Եվ մենք լիահույս ենք, որ գյումրեցիները ականջալուր կլինեն, կհետևեն այն ծրագրերին, այն գաղափարներին, այն տեսլականներին, որոնք կապված են մեր քաղաքի հետ, եւ իհարկե կտան ձայնը այն քաղաքական ուժին, որի ծրագրերը առավել իրատեսական են։ Իսկ այդ դեպքում իհարկե քաղաքացիական պայմանագիրը շատ բարձր շանսեր ունի ստանալու գյումրեցիների զգալի մեծամասնության ձայների տոկոս, ինչը արդեն արտացոլված կլինի մարտի 30-ին ընտրությունների ընթացքում։ Ինչու եմ այս վստահությամբ նշում, որովհետև նախընտրական ծրագիրը, որով մենք հանդես ենք գալիս եւ որը ներկայացնելու են գյումրեցիների դատին, խիստ չափելի է, ապահովելու է Գյումրու զարգացման ամբողջական սպեկտրը, ներառել ենք հիմնական կարևոր ոլորտները։ Խոսելով իրենց թեկնածուի Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի մասին Բաղդասարյանը հիշեցնում է, որ Մինասյանը դեկտեմբերին է նշանակվել պաշտոնակատար, նրա լիազորությունները սահմանափակ են, քանի որ փաստացի ավականու նիստեր չեն գումարվում, իսկ առանց ավականու հաստատման շատ դժվար է ծրագրեր իրագործել։ Այս ամենով հանդերձ, սակայն ըստ Նազելի Բաղդասարյանի, Մինասյանը կարճ ժամանակահատվածում հասցրել է քաղաքի համար կենսական կարևորության հարցերի լուծումներ գտնել։ Բայց եւ այնպես այս խիստ կարճ ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ հնարավորություն կա քաղաքապետի աշխատանքները գնահատելու եւ դրա գնահատականը կարծում եմ գյումրեցիների վերաբերմունքն է։ Այսինքն այն քայլերը, որը հնարավոր է այս պահին բյուջեով իրականացնել, դա իրականացվում է։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ քանի որ նախորդ տարի խիստ անպատասխանատու կերպով կառավարող ուժը պարզապես մանդատները դրեց, խոսքը Բալասանյանի դաշինքի մասին է եւ հեռացավ, արդյունքում չի հաստատվել քաղաքի բյուջեն, այսինքն իրականացվում է կառավարումը նախորդ բյուջեի համամասնությամբ։ Սա բավականին դժվարացնում է աշխատանքները։ Բայց եւ այնպես պարոն Մինասյանը կարողացել է լուծել այն հարցերը, որոնք քաղաքապետի եւ ՏԻՄ լիազորությունների հիմնական լիազորություններն են, մասնավորապես աղբահանության հարցը, լուսավորության հարցը, կենդանիների թափառող կենդանիների հարցին մասնակի լուծում է տվել, որը շարունակական է լինելու եւ առաջ են քաշվում այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին լուծվել, կարծում եմ, նախորդ 3 տասնամյակների ընթացքում։ Եվ պարոն Մինասյանի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ պարոն Մինասյանը լսում է քաղաքացիներին, այսինքն գյումրեցի է, ով ծանոթ է խնդիրներին եւ ամենօրյա ռեժիմով հանդիպումները քաղաքացիների հետ, խնդիրների արձանագրումը հնարավորություն է տալու հետագայում հենց այդ խնդիրների համար առաջարկել ճիշտ լուծումներ։ Նկատենք, որ օրեր առաջ քաղաքական թիմի հետ միասին Գյումրի էր եկել նաև վարչապետը, որը հենց այստեղ հայտարարեց. Գյումրու համայնքապետի պաշտոնի համար առաջադրված շատ թեկնածուներ վերջին ճակատամարտն են տալիս գողացվածը պաշտպանելու համար։ Բաղդասարյանի խոսքով վարչապետի հայտարարությանը քաղաքական բոլոր շրջանակները շատ բուռն են արձագանքել, որովհետև ըստ նրա Նիկոլ Փաշինյանը ճիշտ նշանակետին է խփել եւ մարդիկ իրապես հասկացել են, որ այդ ամենի վերջը եկել է։ Եվ սրա բառապացույցն է, որ նախկին երկու քաղաքապետերը քաղաքական ամենատարբեր շրջանակները սկսեցին արձագանքել։ Ինչ վերաբերում է վարչապետի ասած հայտարարությանը, ես կարծում եմ, որ ռեզոնանսը եւ արձագանքը բավականին լայն էր, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ ապօրինի յուրացվածը եւ ապօրինի պաշտոնական լիազորությունների վերազանցումով ինչ որ որոշումներ կայացված այդ հանգամանքները այսօր ներկայացվելու են ոչ թե դատարանի դատին, այլ ժողովրդի դատին, ինչը շատ ավելի զգայուն է, որովհետև գիտեք, Գյումրին շատ մեծ քաղաք չէ։ Մենք շատ սիրում ենք մեր քաղաքը, բայց Գյումրիում իհարկե բոլորը գիտեն, որը ինչպես, երբ եւ ում է պատկանում եւ ինչ ժամանակահատվածում է օտարվել։ Այս բոլոր պատմությունների կարծում եմ վերջնագիրը պետք է լինի մարտի 30-ին քաղաքացու կայացված որոշումով եւ քվեով։ Վարչապետին արձագանքողներից առաջինը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր, որը ըստ իրավապահների ապօրինի գույք ունի եւ անցնում է մի շարք քրեական գործերով։ Ղուկասյանը հայտարարել է, թե ինքը իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում 3 նախագահ, 5 վարչապետ է փոխել, իսկ Փաշինյանը կլինի 6-րդը։ Հարցադրմանը ինչպես կմեկնաբանի նրա այս հայտարարությունը, Նազելի Բաղդասարյանն ասում է, չի մեկնաբանում այն քաղաքական գործիչներին, որոնք իրենց քաղաքական կենսագրությունը սպառել են։ Արձագանքողներից հաջորդը հետախուզվող եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Գյումրու նախկին քաղաքապետ
քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր, որը եւս ըստ իրավապահների ապօրինի գույք ունի։ Բալասանյանին այսպես ասած դուր չէր եկել Սև Բերդի հետ կապված վարչապետի հիշատակումը։ Նազելի Բաղդասարյանը նկատում է Բալասանյան դաշինքը նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկավ Վարդգես Սամսոնյանի դեմքով, իսկ այս հայտարարությամբ տեղի ունեցավ լյուստրացիա եւ Բալասանյանը ներկայացրեց, թե որ քաղաքական ուժերի ետևում է իր ռեսուրսն օգտագործելու։ Եվ ինձ շատ հետաքրքիր մեկ հարց, որ կարծում եմ հուզում է ոչ միայն ինձ, այլ նաև գյումրեցիների, երբ նշում են, որ -1 սկզբունքով ում են ուղղորդում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին, ում օրոք Գյումրու շինարարությունը վերածվեց մի հատ խայտառակ թալանի, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահին են ուղղորդում, ձայները գնան, որի օրոք որ գյումրեցիները ձայն չէին տալիս եւ գյումրեցիները պատժվում էին, ամենատարբեր ծրագրերն ու ֆինանսավորումները ընդհատվում էին։ Լավ կլինի, որ պարոն Բալասանյանը եւ դաշինքի ներկայացուցիչները անվանական նշեն, թե ում օգտին քվեարկեն, որտեվ այստեղ շատ դիմակներ են պատրվելու։ Այո, իհարկե Գյումրիում շատ լավ գիտեն ով ում համար ինչպիսի գործընթացներում են ներգրաված, ինչպես են ռեսուրսներն ուղղորդում, ինչպես են փորձում նաեւ նախկին պաշտոնյաներին հավաքագրել եւ կուտակել տարբեր տեղերում, բայց այս հայտարարությամբ եւս մեկ անգամ ապացուցվեց, որ քաղաքական այն շղարշը, որ կար, քաղաքական այն իմիտացիան, որը կար 21 թվականի ընտրություններին, շարունակական է լինելու։ Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ սերտ առնչություն ունեցող Ռուբեն Մխիթարյանի այն հայտարարությունը, թե վստահ է, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում չի հաղթելու եւ դրա համար էր, որ վարչապետն իր ամբողջ թիմով եկել էր Գյումրի, Բաղդասարյանն ասում է. Ու պարզ է, որ այո, այս ընտրությունները լինելով իրենց տեսակով քաղաքական թիմը պետք է լիներ տեխնացուի կողքին։ Ինչ վերաբերում է վարչապետի կարճ զբոսանքին, ապա այս պարագայում հստակորեն կարող եմ նշել, որ գյումրեցիների ջերմ ընդունելությունը, ողջագուրումները, ջերմ խոսքերը, մտքերի փոխանակումները, որոշ դեպքերում վարչապետի հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները հետագա հանդիպումների մասին վկայում էին եւ գալիս էին վերահաստատելու այն հանգամանքը, որ Գյումրին չի մոռացել, որ հեղափոխության ազդակը տրվել է հենց Գյումրիից եւ այն ամենը ինչ մեկնարկել է Գյումրիից, իհարկե շարունակական հաջողություն պետք է գրանցի։ Անդրադառնալով Ռուբեն Մխիթարյանի վստահությանը, որ Գյումրին ընդդիմադիր համայնքապետ է ունենալու, Բաղդասարյանն արձագանքում է. Ես զարմանում եմ մեկ հանգամանքի, ինչպես պարոն Մխիթարյանի, այնպես մյուս բոլոր տեխնացուների։ Եթե բոլորը այդքան վստահ են, որ ԿՊ-ն չի հաղթելու, ապա ինչի համար է այս ամբողջ աղմուկը։ Եթե վստահ են, որ չեն հաղթելու, ինքնավստահ թող լինեն սեփական հաղթանակի մեջ։ Ես կարծում եմ, որ ամեն բան ապացուցվելու է ցուցանիշներով եւ տարած քվեներով։ Եթե այդքան ընդդիմադիր դաշտը վստահ է, որ ԿՊ-ն չի հաղթելու, այսօր ինչի են քաղաքական կոնսուլտացիաներ անում, քննարկում ով ում հետ է միավորվելու, ընտրություններից հետո ինչպիսի դաշինքներ են կազմվելու, իսկ այո, օդում կախված լուրերի համաձայն ասում են, որ ընդդիմադիր բլոկը բոլորով միասին հանդես են գալու ընդդեմ ոչ թե քաղաքացիական պայմանագրի, ընդդեմ ժողովրդի, եւ սա նշանակում է, որ ընդդիմադիր տեխնացուների ձայները հնարավոր է, որ կուտակվեն մեկ կետում եւ խլեն այն իրական ձայները, որը տրվել է քաղաքացիական պայմանագրին։ Պարզ է, որ այժմ այսպիսի ինչ որ քննարկումներ են գնում, մարդիկ տեսնում են ով ում հետ որտեղ եւ երբ է հանդիպում, ինձ այստեղ մեկ հետաքրքիր հարց է անհանգստացնում, թե միթե քաղաքականությունը եւ այս քաղաքական պաշտոնը արժի այնքան, որ մարդիկ մոռանան անցյալում տեղի ունեցածը։ Եվ ես զարմանում եմ, որ ժամանակին մարդիկ, որ իրար անվանակում էին ամենատարբեր բառերով, դա փաստարկված է, ձայնագրություններն ու ամեն ինչը կա։ Միթե հնարավոր է այս ամենով հանդերձ մոռանալ, ինչ է կատարվել, անցնել ամեն ինչի վրայով հանուն պաշտոնի։ Ես չգիտեմ, բայց եթե ընդդիմադիրները այսօր արդեն խոսում են կոալիցիաների, միավորումների, դաշինքների մասին, նշանակում է, որ իրենք լուրջ վախեր ունեն։ Իսկ վախենալ պետք է ոչ թե քաղաքացիական պայմանագրից, այլ վախենալ պետք է ժողովրդից, որովհետև Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, Գյումրիում այդ թվում։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է, թե վարչապետը 7 տարվա ընթացքում 7 հատ զուգարան չի կառուցել Գյումրիում։ Հարցադրմանը իսկապես զուգարաններ չեն կառուցվել, Նազելի Բաղդասարյանն ասում է. Ես հասկանում եմ, որ երկրորդ նախագահան Պողոս Պողոսյանի սպանությունից հետո խորը ընկճախտ է ապրում, իր բոլոր մտքերը զուգարանի հետ են կապված, ինչ անեք, բարդ թույթականցտի։ Բաղդասարյանը եզրափակելով ասում է, ժողովուրդը պիտի ընտրի քաղաքի զարգացումը եւ այն քաղաքական ուժին, որ իրատեսական գաղափարներ կբերի Գյումրի, իսկ իշխող ուժի յուրաքանչյուր քաղաքական ծրագրի ետևում կա հստակ մեխանիզմ, ինչպես Գյումրին դարձնել ավելի զարգացած, նորարար, թվայնացված գործիքներով, սոցիալապես ճկուն եւ այսպես շարունակ։